Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Կա մի արդարություն, որը գրվում է դիվանագիտական սեղանների շուրջ, եւ կա մի արդարություն, որը կերտվում է վրիժառուի անդողդոջ ձեռքով, երբ աշխարհը նախընտրում է լռել, շրջել հայացքը կամ առևտրի հանել մի ողջ ժողովրդի արյունը։ 1915-ի մեծ եղեռնից հետո մարդկության դեմ գործած ամենահրաշավոր ոճիրը մնաց անպատիժ։ Դահիճները փախան, ծպտվեցին եվրոպական մայրաքաղաքներում, կարծելով, թե ժամանակը կլավանա իրենց ձեռքերի արյունը։ Բայց նրանք սխալվեցին։ Հաշվի չէին առել հայ վրիժառուի սրբազան երդումը։ Այսօր մենք խոսենք Նեմեսիս գործողության մասին, ոչ թե որպես սոսկ վրեժխնդրության, այլ որպես հայ տեսակի հզորության ուղերձի, ուղղված ապագա սերունդներին։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը։ Թվում էր օրենքը պետք է խոսեր։ Թուրքական նոր կառավարությունը միջազգային ճնշման տակ սկսեց երիտուրք ոճրագործների դատավարությունը։ Հավաքվեցին հազարավոր ապացույցներ, գաղտնի հեռագրեր, որտեղ հստակ հրահանգվում էր բնաջնջել նույնիսկ Օրորոսի մանկանը։ 1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական արտակարգ դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Թալյաթին, Էնվելին, Ջեմալին եւ մյուսներին։ Սա հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում էր հենց Թուրքիայի կողմից։ Բայց ոճրագործներն ազատ էին։ Անգլիական իշխանությունները հարյուրավոր հանցագործների ակսորեցին Մալթա, բայց հետո սկսեցին նրանց փոխանակել իրենց գերիների հետ կամ պարզապես ազատ արձակել։ Արդարությունը դարձել էր քաղաքական մանրադրան։ Հենց այդ պահին հայությունը հասկացավ, եթե մենք ինքներս չպատժենք դահիճներին, նրանք կմնան պատմության մեջ որպես հաղթողներ։ 1919 թվականի աշնանը Երևանում Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում ծնվեց Նեմեսիսի ծրագիրը։ Շահան Նաթալին եւ Արմեն Գարոն ստանձնեցին մի գործողության ղեկավարություն, որ պիտի դառնար հայկական արդարադատության սուրը։ Սա սովորական ահաբեկչություն չէր, սա մանրակրկիտ ծրագրված, սառնասիտ եւ սրբազան մի առաքելություն էր։ Առաջին եւ ամենահզոր հարվածը հնչեց Բերլինում։ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը գտավ Թալյաթին։ Նրա մեկ կրակոցը ոչ միայն սպանեց ոճրագործին, այլև արթնացրեց աշխարհի սիրտը։ Թեհլերյանը չփախավ, նա կանգնեց դատարանի առաջ, դառնալով 1.5 միլիոն նահատակների ձայնը։ Երբ գերմանական դատարանը նրան անպարտ ճանաչեց, դա աշխարհի կողմից ցեղասպանության բարոյական դատապարտման նշան էր։ Հատուցման անիվը պտտվեց կայծակնային արագությամբ։ Արշավի Շիրակյանը Հռոմի փողոցներում պատժեց նախկին վարչապետ Սաիդ Հալիմին։ Բերլինում Արամ Երկանյանն ու Արշավի Շիրակյանը ոչնչացրին հայակերտ դահիճներ Բեհայեդին Շաքիրին եւ Ջեմալ Ազմիին։ Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը, Ստեփան Ծաղիկյանը եւ Արտաշես Գևորգյանը գնդակահարեցին Ջեմալ Փաշային։ Միջին Ասիայի տափաստաններում Հակոբ Մելքումյանի ճոկատը վերջ դրեց Էնվերի արյունոտ ուղուն։ Պատժվեցին նաեւ Բաքվի եւ Շուշիի ջարդերի պատասխանատուները Ֆաթալի խան Խոյսկին եւ Ջևանշիրը։ Հայ վրիժառուի ձեռքը հասավ նույնիսկ նրանց, ովքեր ներսից էին դավաճանել ազգին։ Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Արդյոք Նեմեսիսը միայն պատժիչ գործողություն էր։ Ոչ, դա հզորագույն մի ուղերձ էր ապագա սերունդներին, որ հնչում է մինչև օրս։ Առաջին ուղերձը դա այն է, որ հայը զոհ չէ։ Նեմեսիսը ջնջեց անպաշտպան եւ լացող հայի կերպարը, անցույց տվեց, որ հայը կարող է լինել ուժեղ, կազմակերպված եւ ի վիճակի է իրականացնել սեփական արդարադատությունը։ Երկրորդ ուղերձը անպատժելիությունը չեն հանդուրժում։ Սա նախազգուշացում էր ապագայի բոլոր դահիճներին, որ աշխարհի որ ծալքում էլ թաքնվեն, որ ծայրում էլ պատսպարվեն, հայ վրիժառուի գնդակը գտնելու է իրենց։ Երրորդ ուղերձը ինքնապաշտպանությունը եւ արդարությունը սեփական ձեռքերում են։ Երբ միջազգային իրավունքը դառնում է շահերի գերի, ազգը պետք է ունենա իր սեփական Նեմեսիսը որպես գոյության երաշխիք։ Այս արյունոտ, բայց արդար հատուցումը մեզ մի քանի անժխտելի դասեր է թողել։ Դաս առաջին։
Արդարադատությունը չունի վաղեմության ժամկետ։ Տարիներ անցել ոճրագործը պիտի սարսափով սպասի իր պատժին։ Դաս երկրորդ։ Ազգային կամքը կարող է հաղթել ցանկացած պետական մեքենայի։ Մի խումբ նվիրյալներ կարողացան անել այն, ինչ չարեցին մեծ տերությունների բանակները։ Դաս երրորդ։ Պատմությունը չի ներում թուլությունն ու մոռացկոտությունը։ Մենք հիշում ենք մեր նահատակներին, բայց փառաբանում ենք մեր վրիժառուներին, որովհետև նրանք վերադարձին մեր ազգային պատիվը։ Նեմեսիսը սովորական վերջխնդրություն չէր, դա մի ազգի հոգևոր հարություն էր, որին փորձել էին ջնջել երկրի երեսից։ Այդ կրակոցները Բերլինի, Հռոմի, Թիֆլիսի փողոցներում հայ սերունդների համար դարձան արժանապատվության զարկերակ։ Այսօր մենք խոնարհվում ենք Սողոմոն Թեհլիրյանի, Արշավի Շիրակյանի, Արամ Երկանյանի եւ մյուս բոլոր նվիրյալների հիշատակի առաջ։ Նրանք մեզ սովորեցին ամենակարևորը՝ հայը այլևս երբեք անպաշտպան զոհ չի լինելու։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ ժառանգությանը, միշտ պատրաստ պաշտպանելու մեր իրավունքն ու հողը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Վերջում ավելացնեմ, որ մենք ենք մեր պատմություն հաղորդաշարի բոլոր թողարկումները կարող եք գտնել մեր YouTube-յան ալիքում։ Հիշենք մեր հերոսներին եւ պահպանենք մեր պատմությունը, որպեսզի այն պահպանի մեզ։ Մնացեք խաղաղությամբ եւ հզորությամբ։